որտեղ իրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք աշխատել են օրինական չան, այդ զրամող 67%-ի համամասնությամբ վճարել ավտոբուսների համար չի լինի այդպես։ Շնորհակալություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը։ Նախ մի անգամից արձանագրեմ, որ կանոր այսքան հարցեր կա, ամենաճիշտ մոտեցումը նա է, որ կողմ քվեարկվի եւ մտնի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ավելի մանրամասն անդրադարձ կատարվի։ Երկրորդը, երբ որ խոսվում է օլիգարխիայի մասին, իմ կարծիքով այս առաջին շարքերում իշխանության ներկայացուցիչներից շատերը, որոնց մի մասն էլ դեսպաններ են հիմա, ամենախոշոր օլիգարխներն են եւ եթե անցնենք օրինակ Տիգրան Մեծ պողոտայով եւ ցույց տանք, կտեսնենք թե ովքեր են մեծահարուստներ, այնտեղ հաստատ չեք գտնի ոչ Արծվիկ Մինասյանի, ոչ այստեղ նստած մեր ընդդիմադիր խմբակցության падգամավորների շքեղությունները, բայց ես շատ ավելի հիմնարար մի բան եմ առաջարկում, տեսեք, նորից աղավաղում եք ամեն ինչ, ու հասարակությանը փորձում եք փոխանցել տեղեկատվություն, թե գույկա հարկով է, որ դուք պետք է կարողանաք լավ նորմալ տրանսպորտ ունենալ եւ այլն։ Այս կեղծ թեզը որտեղից է գալիս։ Գալիս է նրանից, որ դուք նաև արհեստականորեն, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է անում, բաժանում եք պետական բյուջեն համայնքային բյուջեից, մինչդեռ պարտավորությունն է պետության, եւ համայնքային բյուջեն էլ մտնում է համախմբված պետական բյուջեի մեջ, ամբողջ պետության բյուջեի մեջ, եւ վերաբաշխման հիմնական նպատակը նաեւ պետք է լինի պետական քաղաքականության, որ համահարթ զարգացում գնա, համաչափ զարգացում գնա, սա պետության կառավարության պարտավորությունն է, արհեստական մի տարանջատեք իրարից, սոցիալական արդարությունը, հարկման, ուղղայաց եւ հորիզոնական արդարությունը շփոթելով բերում եք այստեղ խեղաթյուրված պատկեր եք ներկայացնում, թե իբր ժողովուրդ, մենք ընդհանրապես շքեղությունն ենք հարգում, ոչ Դուք շքեղությունը չեք հարկում, շքեղությունը կհարկեիք, եթե այո, առնվազն սոցիալապես ընդունելի մակարդակից բնակարանային քառակուսի մետրից ավելի համար կիրառեիք այնպիսի պրոգրեսիվ հարկման համակարգ, որպեսզի համահունչ լիներ ամենը իրար հետ։ Հետևաբար կոչը կողմ քվեարկեք, մտնի առաջին ընթերցմամբ քննարկումներ իրականացնեք, մեկը միշտ հնարավորություն ունեք դեմ քվեարկելու այս նախագծը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից Խոսի Բաբկեն Թունյանը, պարոն Թունյան, եզրափակիչ ելույթներն եք միավորը, որը կմիավորի նաև եզրափակիչ ելույթ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, ես ձեր ասացի տրամաբանությունը հասկանում եմ, բայց ձեր ասածը ֆունդամենտալ փոփոխություն է ենթադրում ամբողջ համակարգի։ Ու ամենահետաքրքիրն է, որ ընդամենը կես ժամ առաջ մենք խոսում ենք համայնքների անկախությունից, հետո